եկել եմ սրտքիստեմ այս համեղ աղցանի բաղադրատոմսով։ Ես եմ իրան հնարել, բայց չգիտեմ, միգուցե ինտերնետ հարթակում ինչ-որ մեկը պատրաստել է, ես տեղյակ չեմ։ Դա չերկարացնեմ, շատ համեղ է ու կարևորը օգտակար։ Սմբուկ է, դդմիկ եւ Անահիտ սոֆտի այդ լոլիկները, ասած ջրերը գնում է բերանցը սոված։ Անչափ համեղ ա եղել, հիմա կիսում ձեզ հետ այս համեղ աղցանի բաղադրատոմսով։ Շատ է ուզում տապակած սմբուկ եւ դդմիկ, բայց տապակելու հեչ հավես չկար։ Ուրեմն այսպես կտրատեցի շրջանաձև, մի փոքր աղարեցի եւ ձետ ցողեցի վրան եւ դրեցի ջեռոց 220 աստիճանի վրա, մոտավորապես մի 25 րոպե։ Ահա այսպես գեղեցիկ տապակվեց։ Հիմա իրան դնելու եմ այս ափսեի մեջ եւ աղցանի շարունակությունը հիմա կասեմ ինչ ենք անում։ Վերցրել եմ այսպեսի Անահիտ տեսակի լոլիկ, ինչու Անահիտ, որովհետև իր մեջ հեղուկը քիչ է, եւ այսպես էլի շրջանաձև կտրատելու եմ, ավելացնեմ սալատի վրա, տեսեք, գրեթե հեղուկ չունի այս լոլիկը, եթե շատ հեղուկ լինի, սալատը չի ստացվի այդքան հավես։ Հիմա կտրատենք լոլիկը կանաչին, այստեղ պետք է երեք որ պատրաստել էի, սխտոր ունեի, սխտորով էի պատրաստել, բայց հիմա քանի որ չունեմ, ես կավելացնեմ 4 սխտոր, այսպես սխտորի փոշի։ Կանաչիներից վերցրել եմ սամիթը եւ համեմը, իմ կարծիքով ամենահամապատասխան կանաչիներն են։ Հիմա կտրատեմ։ Ավելացնեմ սալատի վրա։ Ավելացնում ենք 4 սխտորը։ Եթե թարմ ունեք, թարմ ավելացրեք, ես չունեմ։ Ավելացնում ենք խմելի սունելի, անպայման։ Դե ըստ ճաշակի, երեք արել եմ մենակ խմելի սունելի, բայց ես անգամ ուզում եմ նաև չորաջիկա ավելացնեմ։ Սենց մի փոքր կծություն տալու համար, սա հենց Վրաստանից բերած աճիկա։ Եվ այստեղ թթվասեր է ինձ մոտ, կարելի է մի փոքր մայոնեզ, թթվասեր մայոնեզ, կամ ով ինչպես սիրում է։ Հիմա ավելացնենք, խառնենք եւ ստանանք մեր սալատը։ Ես ամբողջությամբ կավելացնեմ, դա քիչ է մնացել։ Եվ մի փոքր մայոնեզ, ով չի սիրում կարող է միայն թթվասեր ավելացնել։ Այստեղ կարելի է նաև հունական յոգուրտ անել, այս պահին ես չունեմ, դրա համար պատրաստում եմ այսպես, ինչ կա։ Հիմա խառնեմ եւ ցույց տամ։ Դե քանի որ ես աղ արդեն արել էի դդմիկի վրա, այլ աղ չեմ ավելացնում, կփորձեմ, եթե պակաս լինի, մի փոքր աղ կավելացնեմ։ Ինձ թվում է այս աղցանի մեջ նաև շատ կսազի ընկույզ է, բայց էլի այս նախասիրության լավ խառնեմ։